օրինակն եմ ծառայում, ինձնից զբաղված մարդիկ շատ չեն, բայց ես հեռախոսով քիչ եմ շփվում, ասում եմ ուզում ես խոսենք, արի խոսենք, զրուցենք, էսա, և էլի ամփոփելով մի քիչ որ շատ ավելի կարճ լինի, ուզում եի օգտակար բաներ ասեմ, և այն բաները, որոնք միշտ ճիշտ են, էլի, առանց ժամանակի փոփոխության, մենք էլ ենք ակումբ, մենք էլ ենք կլուբ, մեր տանը կարելի է մշակույթ զարգացնել, ամեն մի տունը մշակույթի օջախ է, հայկական ամեն մի տունը մշակույթի օջախ է, մի տանը կարելի է ճաշ շեփել սովորել, դա մշակույթ է, մի տանը գործել սովորել, դա մշակույթ է, տնից տուն գնալը մեր ավանդույթն է հայկական, տուն գնալը հարևանի, ընկերոջ, բարեկամի մշակութային փոխանակում է եղել միշտ, և այլ տուն չգնալը, հարևան չճանաչելը, մեծամտություն է, եկեք չմեծամտանանք, մարդկային մեր որակները չկորցնենք ու սովորենք ամեն ինչից, արվեստ կարելի է սովորել բնությունից, երևանցին չի տեսնում բնություն, և իր մոտ չեն գալիս գաղափարներ տես, ինչ գեղեցիկ է մայրամուտ է, Մասիսն է, ստեղ բոբոկի ծառի հետ դեղին տերևներն են, ինքը չի տեսնում, ինքը ոնց մշակույթ զարգացնի, հա համակարգչով կարա, բայց այս մենք գյուղացի մարդիկ կարող ենք առանց համակարգչի արվեստ զարգացնել, մշակույթ զարգացնել, պարել, երգել, մեր քեֆերը մշակույթի օջախներ են, մենք երգում ենք քեֆերի ժամանակ, և բայց հենց սկսեցինք համակարգիչ, երաժշտություն, հեռախոս, միանգամից կորավ այդ մշակույթը, էս է, և շատ պարզ ճշմարտություններ են, հեռու գնալ պետք չի դրա համար